մեծ թվով արցախցիներ կան Գյումրիում եւ իրանց հետ հանդիպումների ժամանակ, երբ որ ստորագրահավաքը տեղի ունեցել, եւ փակհանդիպումների եւ ստորագրահավաքի ժամանակ փաստորեն շատ հետաքրքիր բան է բացահայտվել ձևակերպման առումով արցախցիները ասում են, որ մենք աղետի գոտու հայտնվելու առումով ոնց որ կիսում ենք մեր ճակատագիրը գյումրեցիների հետ։ Ուղղակի տարբերությունն այն է, որ երկրաշարժը բնական աղետ էր, իսկ արցախցիների գլխին Նիկոլ Փաշինյանը արհեստական աղետ բերեց, նրանց դավաճանելով եւ հանձնելով Ադրբեջանին, եւ այս ճակատագրերի նմանությունն է, որ արցախցիները այնտեղ Գյումրիին ավելի ջերմ են կպած եւ ավելի սրտացավ են Գյումրիի հետակա ճակատագրով եւ մենք էլ արցախցիների հետ շփումների քննարկումների ժամանակ ասում ենք, որ այո, այստեղ պետք է իրավիճակը փոխել, որ Գյումրին օրինակ Արցախի օրը չընկնի եւ ընդհանրապես Հայաստանը Արցախի օրը չընկնի։ Եթե օրինակ Նիկոլ Փաշինյանի վարած գիծը շարունակվի, մենք կարող ենք հայտնվել Թուրքիայի ու Ադրբեջանի ատամների տակ։ Այդտեղ առաջին հարվածը հենց Գյումրին է լինելու, երբ որ այդ ԿՊ-ին կցվածները ասում են Գյումրին դարպասն է դեպի արևմուտք, իրենք սուտ են ասում, իրանք ուղղակի ուզում են բացեն Թուրքիայի դարպասները, որպեսզի այնտեղից ներս թափվեն հակառակորդները, իրենք տրոյական ձի են եւ Հայաստանի ներսում եւ կոնկրետ այս Գյումրիի ընտրություններում եւ կարծում եմ գյումրեցիները պետք է շատ ճիշտ կողմնորոշվեն եւ ես նրանց խնդրում ու կոչ եմ անում, որպեսզի իրենք ձայնը տան այն ուժին, որը պարզ երեսով է հանդես գալի, խոսքը Մայր Հայաստանի մասին